Շատ ծանոթեթև է արվում իրական Հայաստանի գաղափարախոսության այն արտահայտությունը, թե անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածության։ Շատ կարևոր է պարզաբանել, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը։ Կպատկերացնենք, թե դուք ունեք ջրի մեկ մատակարար եւ պայմանական ջրի այդ մեկ մատակարարը ամեն օր ձեզ բերում է մի շիշ ջուր։ Երբ որ դուք ունեք ջրի մեկ մատակարար, այս պայմաններում ձեր կախվածությունը ջրի այդ մատակարարից 100% է, եւ դրա մասին գիտեք եւ դուք եւ ինքը, որովհետեւ դուք ջրի ուրիշ մատակարար չունեք։ Սա նշանակում է, որ ջրի մատակարարը ձեր վրա ունի լծակ, օրինակ գնային առումով նա կարող է որոշակի գին թելադրել ձեզ եւ ունի լծակ մատակարարման առումով նա կարող է այլ ակնկալիքներ ունենալ բացահայտ եւ թաքնված եւ մատակարարումների ուշացումով, հետաձգումով որոշակի լուծումներ պարտադրել ձեզ։ Եվ կա նաեւ ոչ այսպիսի կանխավարկած, կա ուղղակի ֆորս մաժոր, այդ ջրի մատակարարի հետ կարող է պարզապես որևէ բան տեղի ունենալ, որ նա օբյեկտիվ պատճառներով նա կարող է հիվանդանալ, նրա հետ կարող է տեղի ունենալ դժբախտ պատահար, նա կարող է որևէ տեղ հայտնվել անազատության մեջ եւ պարզապես ձեզ համար չկարողանալ բերել այդ ջուրը եւ հետեւաբար քիչը մի հոգին տվյալ դեպքում առաջացնում է ձեզ համար 100%-անոց կախվածություն։ Եթե դուք ունեք երկու մատակարար, այս նույն իրադրություններում ձեր մանևրելու հնարավորությունը 50%-ով ավելանում է։ Այսինքն դուք եթե մի մատակարարը փորձի գին թելադրել, դուք հնարավորություն ունեք երկրորդի հետ բանակցել եւ ընդ որում դրա մասին գիտեք թե դուք, թե առաջին մատակարարը, թե երկրորդ մատակարարը եւ հետեւաբար այստեղ ձեր մանևրի դաշտը որոշակիորեն մեծանում է եւ ձեր անկախության աստիճանը որոշակիորեն մեծանում է։ Եթե ջրի մի մատակարարի հետ ֆորս մաժոր դժբախտ պատահար անկանխատեսելի իրավիճակ տեղի ունենա, դուք կարող եք ձեր ակնկալած ջուրը ստանալ երկրորդ մատակարարից։ Եթե այս նույն իրավիճակում դուք ունեք 3 մատակարար, այս դեպքում ոչ միայն ձեր անկախության աստիճանը մեծանում է, այլ դուք լրացուցիչ լծակներ եք ստանում, որովհետև եթե նախկինում ձեր մի մատակարարը կարող էր գնի հետ կապված ակնկալիքներ ունենալ, այսինքն մտածել, որ կարող է բարձրացնել ձեր գինը, այս դեպքում արդեն լծակը ավելի շատ հայտնվում է ձեր ձեռքում, որովհետև դուք կարող եք 3 մատակարարների հետ բանակցել գնի շուրջ, նրանց մոտ առկա այն մտավախությունը օգտագործելով, որ գուցե թե դուք որպես գնորդ հրաժարվեք իրենից եւ աշխատեք մյուսների հետ։ Եվ սա հետեւաբար ձեր անկախությունը էականորեն մեծացնում է։ Եվ այս բոլոր պարամետրերով ձեր անկախությունը առաջինը գնային քաղաքականություն վարելու ձեր հնարավորությունը, երբ որ դուք ունեք ընտրություն, թե ում հետ աշխատել եւ ինչալոց ումից ինչքան ձեռքբերում իրականացնել եւ որ պակաս կարևոր չէ, մատակարարումների հուսալիությունը ավելանում է։ Հիմա պատկերացրեք, դուք ունեք մեկի փոխարեն ոչ թե 3, այլ 4, 5, 6, 7 մատակարար։ Այդ դեպքում վստահաբար կարող եք երաշխավորված զգալ ձեզ, որ մատակարարումները միշտ եւ ժամանակին տեղ կհասնեն։ Եթե հանկարծ որևէ մեկը ճիշտ եւ ժամանակին տեղ չհասնի, դուք կարող եք նրանից պարզապես հրաժարվել եւ մեկից հրաժարվելով ի ցույց մյուսների պարտադրել, որ նրանք իրենց պարտականությունները կատարեն պատշաճ
ժամանակին ձեզ ամենահարմար գնով և ձեզ ամենահարմար որակով։ Ահա, թե ինչու է անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելը շատերից կախվածությամբ։ Երբ դուք մի հոգուց եք կախված, դուք անկախ չեք։ Երբ դուք շատերից եք կախված, փաստացի դուք ոչ մեկից կախված չեք։ Ահա ինչու ենք ասում անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Լավ եղեք, լավ օր ձեզ։